Սեպտեմբերի 1-ից թվային վարորդական վկայականներ կունենանք, պարեկը կկանգնեցնի մեքենան ու կնկատեք, որ պլաստիկ քարդն օրինակ տանն եք թողել, ծառայողը կփորձի նույնականացնել ու եթե պարզի իրոք վարորդական իրավունք ունեք, գոնե քարտի բացակայության համար չի տուգանի։ Սեպտեմբերի 1-ի դրությամբ բոլոր այն անձինք, ովքեր ունեն վարորդական վկայական, կհամարվի, որ ունեն նաև թվային վարորդական վկայական, սակայն այն անձինք, ովքեր նոր պետք է ձեռք բերեն վարորդական վկայական, նրանց կներկայացվի, այսպես ասած, ընտրության հնարավորություն։ Թվային վարորդականը ֆիզիկական պլաստիկի համեմատ կլինի ավելի էժան, երկուսը նախընտրելու դեպքում կվճարեք պլաստիկի համար միայն, սակայն հիշեք, թվայինը բացառապես մեր պետությունում վավեր կլինի, երկրից դուրս գալու դեպքում դրա հետ հաշվի չեն նստի։ Երկու հիմնական խնդիր ենք լուծում։ Առաջինը դա ծառայության մատուցման որակի բարձրացումն է, սրանով մենք ուրեմն նվազեցնում ենք, հնարավորինս նվազեցնում ենք այն վարչարական բեռը, որ կարող է առաջանալ։ Երկրորդը մեր բոլոր ծառայությունները ավելի թվային միջավայրում մատուցելու գաղափարն է, որպեսզի հետագայում այլ վարչարական գործողությունների համար օգտագործելիս քաղաքացիները կարողանան, ասենք, բազայում ուրեմն ունենալ իրենց այդ վկայականները։ Վարորդական վկայականների հետ կապված մեկ այլ փոփոխություն է նախաձեռնել ներքին գործերի գերատեսչությունը։ Եթե վարորդական իրավունքի ստացման քննությունից կտրում են, ապա միայն մեկ շաբաթ անց վերահանձնելու փոխարեն հնարավորություն կտան հավելյալ վճարի դիմաց հենց հաջորդ օրը կրկին փորձել։ Հիմնականում պահանջարկից է գալիս այս փոփոխության առաջարկությունը, մենք տեսնում ենք, որ շատ դիմորդներ մեզ դիմում են եւ ասում են, որ իրականում գիտեք, մի փոքր տեխնիկական սխալի պատճառով չեմ կարողացել բարիերը հաղթահարել, հնարավորություն ունեմ, եթե ինձ տրվեր հնարավորություն, ես ավելի արագ ժամանակում կկարողանայի հաղթահարել։ Իսկ քննություն հանձնելու ամենօրյա շանսը չի բազմապատկի, առանց այն էլ մեծ հերթերը։ Փոխնախարարը տեղեկացնում է, հերթագրման համակարգնել են փոխում։ Առաջիկա օրերին արդեն կներկայացնեն այն։ Մյուս գործառույթներն առցանց հարթակ տեղափոխելով աշխատանքները կթեթևանան, քննական գործընթացի համար կօգտագործեն ռեսուրսը։ Բացի այդ, կենթանի եւ օնլայն հերթերն իրար կմիացնեն, նախընտրությունն իհարկե առցանց հերթագրումներին տալով, սակայն վիճակագրությամբ օնլայն հերթագրվածների որոշ մասը չի գալիս քննության, այս դեպքում ֆիզիկապես հերթագրվածների հերթն առաջ կընկնի։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։